Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի կտրուկ աճ է արձանագրվել, այդ ծավալները մասնագետների կանխատեսումների համաձայն մոտակա ամիսների ընթացքում էլ ավելի են աճելու, հակառակ Երևանի և Մոսկվայի միջև հաջող լարվածությանը։ Շարունակենք թեման Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ վերլուծություններ են արվել։ Հյուրանոցային ամրագրումների Ռուսաստանում խոշորագույն օնլայն սերվիսը Աստրավոկը ու Ռուսաստանում խոշորագույն ապահովագրական ընկերությունը Ռոսգոստրախը համատեղ վերլուծություն են իրականացնել պարզելու համար, թե ինչ տենդենսներ կան զբոսաշրջային ոլորտում և որ երկրներում են գերադասում հանգստանալ ռուսաստանցի զբոսաշրջիկները։ Եվ այդ վերլուծության արդյունքներով եկել են եզրակացության, որ ծավալների տեմպերով Հայաստանը առաջատար երկրներից մեկն է և զիջում է միայն Ադրբեջանին։ Իհարկե բացարձակ թվերի մասին չէ խոսքը, այլ աճի տեմպերի աճի ցուցանիշների և տենդենսների մասին է խոսքը։ Օրինակ, օգոստոսին ամրագրումների թիվը անցած տարվա օգոստոսի համեմատ աճել է 42%-ով, դա բավական տպավորիչ ցուցանիշ է։ Հայաստանը վաղուց արդեն առաջին տասնյակում է ռուս զբոսաշրջիկներին գրավող երկրների ցանկում։ Այդ ցանկում սովորաբար հիմնականում ԱՊՀ և նախկին Խորհրդային Միության պետություններն են, միայն կարծեմ Չինաստանը, Թուրքիան և Իտալիան է, որ այդ պետություններից բացի, բայց ինչ վերաբերվում է Հայաստանի համար, Ռուսաստանը վաղուց արդեն առաջին տեղում է և զգալիորեն առաջ է անցել մնացած մյուս պետություններից։ 41% օտարերկրացի զբոսաշրջիկների Հայաստան եկող հենց ռուսաստանցիներն են։ Երկրորդ տեղում Վրաստանն է, շատ ավելի համեստ ցուցանիշով 15%, երրորդում Իրանն է 8%-ով։ Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան է եկել 417,000 զբոսաշրջիկ, ինչը 23.5%-ով ավելի շատ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում։ Իսկապես տպավորիչ դինամիկա է և այս տենդենսը այսպես թույլ է տալիս նկատել, որ տարվա երկրորդ հատվածում էլ ավելի մեծ ցուցանիշներ են արձանագրելու։ Իսկապես տպավորիչ է, և այս թվերը ինչ-որ բանի մասին են խոսում։ Մի բանի վրա արժի ուշադրություն շեշտել, այս իմ հիշատակած թվերը, մասնավորապես Աստրավոկի վերլուծությունը, այդ մասին հոդված է տպագրել այսօր ռուսաստանյան պետական 10 լրատվական գործակալությունը և կարծում եմ դա պատահական չէ։ Այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ առևտրային արգելքների հայտնի այդ պրոցեսի ֆոնի վրա, որոնք կարելի է անվանել տնտեսական պատժամիջոցներ։ Ահա այդ նույն ֆոնի վրա տեղի է ունենում ռուս զբոսաշրջիկների դեպի Հայաստան հոսքի զգալի ավելացում, իսկ դա նաև Հայաստանի համար հայտնի տնտեսական դրական հետևանքներ է ունենում։ Մոսկվայում գիտակցում են, որ դա Հայաստանի համար իսկապես մեծագույն առավելություն է, հաշվի առնելով այն, որ զբոսաշրջային ոլորտը գեներացնում է Հայաստանի ՀՆԱ-ի 13.5%-ը։ Հաշվարկել են մասնագետները և եկել են եզրակացության, որ ռուս զբոսաշրջիկները տարեկան Հայաստանում թողնում են մոտ $1 միլիարդ, այսինքն ավելի քան կեսը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության զբոսաշրջությունն է ապահովում։ Այդ փողերը մնում են հյուրանոցներում, ռեստորաններում, ավիաընկերություններում, զբոսաշրջային ընկերություններում, մուլտիպլիկացիոն էֆեկտ ապահովելով և հարկեր վճարելով նաև գանձարանն են հարստացնում։ Ռուսաստանի պետական ատյաններում գիտակցում են, որ դա Հայաստանի մեծ առավելություն է և արդեն մի քանի անգամ ակնարկ է հնչել այն մասին, որ եթե Հայաստանը ներկայիս տեմպերով շարունակի եվրոինտեգրացիան, հազիվ թե կարողանա հուսալ, որ Ռուսաստանից նույնքան զբոսաշրջիկ կկարողանա ընդունել և սպասարկել։ Մայիսին Ռուսաստանի արտգործնախարարությունը դասել էր Հայաստանը այն պետությունների ցանկին, որտեղ ռուսաստանցիները չեն կարող իրենց լիարժեք ազատ զգալ, հանգիստ զգալ, հաշվի առնելով այն, որ կարող են արտահանձնվել այլ երրորդ երկրներ։ Մի քանի նման այլ ակնարկներ ևս վերջերս հնչել են Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կամ նաև փորձագետների շուրթերից։
Այսինքն հաշվի առնելով վերջին այս շրջանի միտումները Ռուսաստանը փորձելու է կանխել նաև ռուս զբոսաշրջիկների հոսքը Հայաստան։ Շատ հավանական է այդ սցենարը, մանավանդ որ ակնարկները արդեն հնչել են եւ դրա համար Ռուսաստանի իշխանությունները ունեն անհրաժեշտ եւ վարչական, եւ տնտեսական, եւ տեղեկատվական գործիքներ։ Մի քանի տարբեր մեթոդներով կարելի է դրան հասնել։ Դե առաջինը ամենապարզը, պարզապես արգելք Ռուսաստանի պետական ծառայողներին այցելել Հայաստան։ Ու ամենայն դեպս ուժային կառույցների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների դեպքում դա միանգամայն իրատեսական է։ Մի բան ինչ ավելի քիչ հավանական է, բայց նույնպես չի կարելի բացառել։ Պարզապես արգելք ռուսաստանյան զբոսաշրջային ընկերություններին Հայաստան տուրեր վաճառելու։ Իսկ ինչը իսկապես ավելի հավանական է, դա ավիափոխադրողների հարցում որոշակի սահմանափակումներ կիրառելն է, ինչպես ժամանակին արել էին Վրաստանի եւ Թուրքիայի դեպքում, երբ այդ պետությունների հետ հարաբերությունները բարդացել էին։ Ու այսպես անվտանգության պատրվակով կարող են արգելել որոշ ուղղություններ եւ կամ զգալիորեն նվազեցնել դեպի Երևան եւ Գյումրի ավիաչվերթների քանակը։ Մեկ այլ հնարավոր տարբերակ խստացնել սահմանապահ կամ մաքսային այդ վերահսկողությունը։ Հայտնի է, որ հիմա ռուսաստանցիները Հայաստան կարող են գալ ներքին փաստաթղթերով։ Դրա համար անհրաժեշտ չէ արտասահմանյան անձնագիր ունենալ։ Կարող են վերանայել այս ռեժիմը, իսկ Ռուսաստանում ամենևին էլ ոչ բոլորը ունեն օտարերկրյա արտասահմանյան անձնագիր, դա եւս կարող է հարված լինել։ Դե իսկ ամենահեշտը դա տեղեկատվական բացասական ֆոն ստեղծելն է։ Վերջին ամիսների ընթացքում ականատեսն ենք դարձել, երբ համացանցում տարածում են գտել տեսանյութեր, որոնց հեղինակները հավաստիացնում են, թե Հայաստանում իբր ռուսներին չեն սիրում, վատ են վերաբերվում, թե Հայաստանում տեսնելու նայելու բան չկա, թե Հայաստանում անվտանգ չէ, եւ կա տպավորություն, որ այդ ամենը համակարգվում է այդպես նույն կենտրոններից։ Կարծում եմ արժի ակնկալել նման հրապարակումների եւ տեսանյութերի ավելի հաճախակիությունը համացանցում եւ արժի ընդհանրապես սպասել որոշ մեզ համար ոչ դրական տենդենսներ այդ իմաստով։ Շնորհակալություն, Արտյոմ։